Եի աստված դեպ կրակ ով ահագների տեսնում եմ ահա որ ծիծաղում քրքջում են նրան կանաքան կար դիակի վրա Թերմիֆ էր դու եկան երկեցին հինիրիկում ուսաններ ծեր որ հրոտ ես դու հզոր ռացին որ դու կբերեց փրկություններ Եվ հավատացին կարպացը դինով դուք այս հզոր վարնացում ուժի, բայց եկան նրան կարունով հրով մեր երկիրը հին, դարձեին ոշի, և քաշտերին գյակ տարնական, որ նետեն Ով եք դուք։ Ես Վազգեն Սարգսյանն եմ։ Լավ, ով է Վազգեն Սարգսյանը։ Կգա ժամանակը եւ այդ մասին ես ձեզանից կհարցնեմ։ Ծնվել եմ 1959 թվականին Արարատ գյուղում։ Հայրս ծառայող, մայրս ուսուցչուհի։ Աշխատել եմ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Արարատի ցեմենտ շիֆերի կոմբինատում բեռնակիր բանվոր, Հայֆիլմ կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ, Հայաստանի աշխատավորուհի ամսագրում որպես գրական աշխատող եւ այլն։ Գրել սկսել եմ համեմատաբար ուշ, երևի 1980 թվականից, լավ չեմ հիշում, ճիշտը չեմ կարող ասել։ Տպագրվել եմ Գարուն Հայաստանի աշխատավորուհի ամսագրերում, գրական թերթում, Աստծո հաջողությամբ լույս կտեսնի առաջին գիրքս, այ այս ժամանակ նոր կարելի կլինի ասել իմ եղած չեղածի Արադ Չարացի մասին։ Հա, ամուսնացած չեմ եղել եւ առայժմ չեմ էլ պատրաստվում։ Դատված չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքներս, մորս դատավճիռներով։ Արտասահմանում բարեկամներ ունեմ, շատ, Սփյուռքի ամբողջ հայությունը։ Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ։ Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտած։ Ինչու չեք փոխում։ Ես արտիստ չեմ, ոնց փոխեմ։ Ես չեմ կարող համ ճառ ասել, համ զանգ կախել։ Այդպես չի լինում։ Իմ ամպլուան չէ։ Ինձ չեն հասկանում։ Ինձնից վախենում են։ Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են։ Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ, էլի չեմ ունենա ժողովրդին ասելու այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար։ Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ։ Եղնիկ յարի սերսեր աչերը Սարի եղնիկ յարի սերսեր աչերը Ձեզ Մանկությունս եղեք, ծաղիկների ծոցաներ, մանկությունս
փոքր ժամանակից էլ ինքը շատ ասես մերվող երեխա էր ընկերների հետ բան ու փոքր ժամանակ էլ կարծես թե լիդեր լիներ։ Երեխեքը իր ասածին համամիտ էին։ Լիներ փողոցում, լիներ դպրոցում, ինստիտուտում նմանապես ինքը կարող էր մի վայրկյանում իր շուրջը հավաքել բոլորին։ Եվ այնքան հետաքրքիր ու ջերմ էր խոսում, որ բոլորը այսպես զմայլված իրեն էին լսում ու իր խոսքը խոսք էր։ Ոնց որ հաշտության, խաղաղության աղավնի լիներ, ընկերների մեջ էլ, որ հանկարծ մեկը մյուսի հետ վիճեին, խռովեին իրարից դե փոքր ժամանակ շուտ էին խռովում, չէ՞, մեկը ինքն էր այդ հաշտեցնող դերը, ինքն էր կարծես կատարում։ Ոչ մի արդարացում չկա, սուտ է։ Մի բուր մնացած հայրենիքդ պահպանելու համար ոչ մի դժվարության առաջ չպիտի խեղճանաս։ Քո տունն է, քեզ տեր ու տիրականի նման պահիր։ Դու ես վանքից գալիս, մի թող ուրիշներն ասեն ողորմի Աստված։ Մի թող գյուղերը տամայանան։ Հայրենիքի հիմքը գյուղն է, առանց գյուղի հայրենիք չկա, վերջ։ Բացարձակ աշխատասեր երեխա էր ինքը շատ, 10-րդ դասանն ավարտեց գերազանց, բոլորը 5-երով, այնտեղ կա իր ատեստատը, 5-երով, այնքան էր կարդացել, 5-րդ դասարանից արդեն մեր դասական գրողների գրքերն էր կարդում, 7-րդ դասանում դրանք բոլորն ավարտել էր, անցել էր ռուսական դասականներին։ Պատմությունը, որ պիտի գնար քննության, մեր դասատուն դպրոցի ասի Թաթոսյան, մի քիչ պարապի Վազգենիս հետ, մի քանի օր գնաց, ասես Տիկին Սարգսյան, ես նրա հետ պարապելու ոչինչ չունեմ, ինքը շատ լավ պատմություն գիտի, իրան դա բավարար է ընդունվելու համար։ Մաթեմատիկան բանը, օրական 60 հատ վարժություն էր լուծում մաթեմատիկայից։ Հողի վրա գտնվողն իրավունք ունի խոսել հողի մասին։ Հողը ոտքերի տակից փախչում է, առնակամ հայրենիքն իրենցից հրաժարվում է, իրենք հայրենիքից չեն հրաժարվում։ Չհամոզվեցիք, որ մեր փրկությունը էս մի բուր հողի վրա է։ Ուրիշի բնում ձու դնող թռչունին հանդուրժում են, քանի դեռ կչկչալով ձու է ածում։ Դրանից հետո ինձնից լավ գիտեք, թե ինչ է լինում դրանից հետո։ Աստված տա խոր չարնի քարին Արթուրի աղբերը այդ նույն գյուղում զոհվեց, որտեղ ինքը իր ընտանիքը տարավ, իր աղբորը տարավ, ու իր ամենամեծ հարստությունն է տված իր աղբորը, ինչպես Մամելը տվեց իր աղբերներին։ Ես երկու մարդու չեկան մեզ տմանություն կա, բանով, են իմաստով։ Մամելը աղբերը որտեղ մարցավ, Մամելը 94 թվականին ծանոթներում Մարտադիեստում էր։ Մամելի աղբոր թամամ պահին իրա մերը գրով մարդեց ասեմ, ես այդ պատկերություն կարիք չկա։ Թույստ ներեն Մամելի նազիկ էր։ Փոս պրացավտի ծավանի դրեն հողը 4 աղջիկ են կանգնած, թորները։ Ուրեն վերջին պահին, իրար տաղին, ավակ տաղին պետքատենի թողը, տեսավ թորները ոտքերը ջրի մեջ են։ Պատկերացնում ես, իր այդ ունը, այդ ողբերգությունը սատ ողբվեց, ուրեն ոնց որ իմ խումերեք ասեց, սովորական ասեց, աղջի ոտը ջրից հակմրսեց։ Մի վարկյանի մեջ ես կետիքը փոխվեց, ու հասկանում ես սա կյանք է։ Շուրու բորդ, որ ես կյանքում չեմ տեսել։ Ես եթե ինձ գրող եմ համարելու եմ և այլը, դրանից ավելի մեծ բան չեմ տեսալ, մեծ կերպար։ Ոտը հան ջրից կմարսես։ Ու եկել այդ բան տեսել եմ Արծրունի հոր մոտ։ Աղբերը շուրն ու խփել ապերել ենք, դրել ենք։
Մի հատ երկու պետք է մեզ սաղից արձունից սկսած միջինից սաղից անիցի բան, ձեր սկսած պայքարը, ձեր տիրոջները եւ այլն։ Անդ որ վախվելը մի քանի խաղի հետից թողած։ Իրանց են երկու սենյակարոց են ջուր են նստելու տեղ չեղած տանը։ Ասում ես իմ բաժիններից ժողովրդի։ Ինչ ասես դու։ Վարդերը մոտենում է, զգում ես ամբողջապես ողբերգություն է, ինքը նայել իր մեջ ազգում իր ախոր կորուստը, ինքնա տար է թող այնտեղ։ Պատիոտ ես դու մեր ախոր տանը թողում ենք այնտեղ մենք գալիս ենք Երևան, դեր կենդանի ենք, մինիստրեր ենք, դեր քեզոր չհրավատար ենք եւ այլն։ Բայց ամբողջ ողբերգության մեջ չկա ողբ, կա պայքարի բան, անդրեմնա։ Ինքը գիրք միշտ կարդում էր, մինչև վերջել, մինչև վերջի տարիներն էլ գիրքը իր ննջարանում իր կողքին էր։ Հեքիաթները շատ սիրում էր, նույնիսկ այդ տարիներն էլ էլի մեկ-մեկ հեքիաթ էր կարդում։ Ու 99-ի հունվարի 1-ին առաջի անգամ նա տանը մնաց։ Ասես Սոֆի հավաքի համ հորողբորս կողմը հարցները, տղաները, համ էլ քերիներիս հարցներին, տղաներին, բանի տանից տանում մի քիչ ուրախանանք այսօր, ոնց որ սրտից վկայում էր, որ ինչ էր անում, հա։ Այդ նստեցին ուրախացան, բան, մինչև լուսադեմ համարյա հարցներին հարցրեց, թե ինչ եք անում, երեխեքին նանիկով եք քնացնում։ Աման չմեն չեն պատասխանում։ Սոֆի դու թորների տանիկով ես քնացնում, ասեմ, բա ոչ չէ Վազգեն ջան, քուհանիկ նանարը երգում եմ իրենց համար։ Իրան մինչև քանի տարեկան մերս որ երգել էր սովորել էր, որ քնացնեի, պետք է ասեր չէ, ուրիշ երգ չէր ուզում։ Հանիկ նանարը երգի։ Պետք է հանիկ նանիկ նանար անեի, ասի քուհանիկ նանարով քնացնում եմ թորներիս, ասեցի, երգով քնցրեք երեխեքին։ Երկով քնացրեք, նանիկով քնացրեք, հեքիաթ կարդացեք, ասեց, որ լավ մարդիկ դառնան, պարզ, մաքուր մարդիկ դառնան, ասեց։ Մեր տանը մի խոց ունեի, դրան եմ կարոտում։ Մեր Արարատի մոծակներին եմ կարոտում, մեր ֆուտբոլի դաշտն եմ կարոտում, որտեղ խաղի ավարտից հետո ջրի խողովակի տակ էինք լողանում։ Երանություն էր։ Եվ անընդհատ կարոտում եմ եղբորս, տղային, շատ եմ սիրում, ինքն էլ ինձ է շատ սիրում։ Նախ Վազգենը որ գալիս էր գյուղ, մենակ իմ համար չէր, ասենք տոն կամ ինչ, բոլորի համար, համ հարևանի երեխեքի, համ հորողբորս երեխեքի, սաղի համար էր տոն, ոչ թե ոնց է ձմեռ պապին գալիս է, կամ ասենք նոր տարի է գալիս, սաղ ուրախանում են, այդ այնց առիթ էր։ Ինքը համենայն դեպս շատ երեխասեր էր, ճիշտ է ինձի հատուկ, որ իր աղբոր տղեն եմ, թե ուղղակի իր տեսակների մի հետ դուր գալի, չգիտեմ։ Ես ամենայն դեպս իմ նման երեխեքի այդքան շատ չեմ սիրում։ Թե ինքն զիխել այդքան շատ սիրում, չգիտեմ։ Շատ հարց էի տալի, անընդհատ խոսայի, խիայսի սենց, խիայենին ինձ։ Բայց ինքը հանգիստ, համբերատար, ջան ասելով բացատրում էր, ասենք մի օր բացատրի, բայց 10 օր, 20 օր անընդհատ բացատրի այդ լարվածության հետ, չգիտեմ։ Մի անգամ իր մոտ էի այդ կառավարական դաշաների իր տունն էի, տատի հետ նստած էինք, տատին տոլմա բաներ սարքի, որ մեր հոգնած եկավ, կերավ, կշտացավ, դե ինքը սիրում էր իմ հետ գյուլաշ կպներ կամ մի բանով բզեր ընձի, որ խոսայի կամ կռիվ անեի կամ քրվեի։ Դե երեխայի ռեակցիաս թույլ էր, հա, տելևիզիոնի նայեմ, թեքվում եմ, մեկը խոսում էր, հացի մեջ խմորը կսած գունդ կաներ, խփեր նորից կնայի, այսօր դե ով պիտի լի, բայց դե ուզում էի տենայի։ Զեյթունի կուտով, մի հատ, երկու հատ, երեք հատ, ես էլ իրան էի խփում։ Բեղսով ուզեցա խփում, մի հատ էլ չեմ հիշում, պոպոկ էր, ինչ էր, խփեց շատ ուժեղ, գլուխս ցաված։ Հա, իրան մոտ լավ քրֆեցի, ասացի քո պետնախարար։ Հա, ու ուրախությունից բանը չոր եկավ, աթոռից ընկավ։ Նա ամենի շատ սիրում էր իմ տոլմեն, իմ սարքած տոլմեն։ Որտեղ էլ որ ուտեր, տոլմա միևնույն է, ինքը պիտի ասեր իմ մոր տոլմեն չի։ Տանը սիրում էր տոլմա եւ թփով լիներ կաղամբով ավելի շատ, կաղամբով թթուչերով բանով սիրում էր ինքը էդի։ Կարմիր լոբին էր սիրում,
չոր հացով, լավաշով, կրտ-կրտ-կրտ-կրտաներ, այսպես թատախեր կրտ-կրտալով ուտեր, սոխնել, որ ուզում էինք դանակով կտրել, չէր թողում, ասում էր, չէ, դες մի արեք, ձեռով խփի կոտրի, որ համով լի, դանակով կտրածը համով չի, հա, ու թթուն էր սիրում մեր տան, լոբին թթույով ուտեր, հետո ես քրչիկ էի եփում, ճիշտ է, այդ սարեցիների քրչիկի նման քրչիկ չէր, իմ էփածը ղավոր մայով էր, տեղը տեղին, չրով, բանով սիրուն, որ մտնում էր հանկարծ հոտն առնում էր, Սոֆի, այս քրչիկ ես եփե, ասում եմ, դե լքծրու, չէր էլ ասում լցրու, ասում եմ, դե լքծրու, շատ էր սիրում էր տնական ամեն ինչը, թեյի, եթե խմեր, ուրիշ մուրաբաներ չէր ասում էր, վիշնյա չունենք Սոֆի, մեր հին, մեր ընտանեկան ամենասիրելի մուրաբաներից, բալի մուրաբաներ, չէ, էդի ու մեկ էլ մեր հայկական սպիտակ ծիրանը, որ մուրաբա ենք անում, մեկ էլ դրանից էր շատ սիրում, մյուսներն էլ էր օգտագործում, բայց ավելի շատ սրանք էր սիրում, հենց որ թե տայինք, ասեր, բան չունենք, վիշնյա չունենք, ունենք ցավը տանը, և ինքը պիտի խմեր իր բաժակով, հասարակ, բարակ, բաժակ, պատստականչիկով, ինքը ճոխություն ընդհանրապես չէր սիրում, իմ սունկեն իրոք ես կողքի բանը ճղվել էր, ես եթե իրա մոտ կասեմ հոպար համը մի հատ սունկա է պետ, մի հատ սունկա կարում եմ, գնաց իրա մոտ, ասոց հոպար ճիշտ ասած սունկես չեմ բեր, ես կողը ճղվել էր, ասով հայն չունենք ճղվել էր, երեխեք կան, որ 3 տեղից է ճղված կարում են, տատին սիրուն կողից կարի, քո սունկենա պայի քո մոտ, ես երեխա եմ, բերանից էլ փակ չկար, հա, ստա իրա մոտ հոպարն ասավ ավտոն եսի մինչա ինչ-որ ավտոից, ասի հոպար պապայի 600-ը գազ ես տալիս ես, մեկ էլ տատին կողմ էր, ասով Սոֆի, ես երեխին ես ինչ ասում, էտ արմենն էլի ավտոմավտոյա գնաս է առը, տատին դե չէ, որ չջղայնանալ, դե չէ, Վազգեն ջան, Գերմանիայի, ես 1000 անգամ ասել եմ, այդպես բաներ թո չանեն, իմ անվան հետ են խաղում, ես արդեն զգացի, որ ես ինձնից եղավ շուտ այդան քնելու։ Ուրեմն ունեցի 60,000 բանակ, ունեցի 120,000 բանակ, եթե այդ բանակի մեջ չկա 10 մարդ, 6 մարդ, որ առաջի պահին կանգնում ասում ես եմ, իմ հետևից արեք, բան դու չի գա։ Բանակ 60,000 նույն հաջողությամբ կարող է վերածվել Բուչխարի, նույն հաջողությամբ կարող է վերածվել Հերոսի, կախված է լիձերնով ադեպ է կանգնած։ Առաջին գոռացողն է պետք, առաջին համոզված մարդն է պետք, առաջին կրակողն է պետք։ Դրանից դրեն սա հեշտ է։ Անգամ ծապ տալը կախված առաջին մարդուց։ Բանո, 87 թվականին Կոմսոմոլի վերջին հավաքումարն էր Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության։ Ես դեպուտատ էի։ Ուրեմն Կարեն Դևերճյանն եկավ մարզամեգային համալիր ու երբ մենք ժամանակ առանձնապես ոչ մեկ ոգևորված չէին Կարեն Դևերճյանի անձով, բայց քանի բոլորը սիրում մարդեր, վերջներին չէր պատճում, մեկը սիրում էինք։ Ինքը մեր նախադասություն ասեց իր բոլոր այդ ամոթ կես ժամվա ճառի մեջ, ասեց 10 հատ Երևան ունենանք, 10 հատ գործարան ունենանք, երգիր չունենք, երգիրը հողով է երգիր, երգիրը տերով է երգիր, երգիրը պաշտպանում է երգիր։ Ուրեմն մի առնվազն 5-6 վայրկյան լրություն մնաց։ Ես Արարատի շրջան Արարատ գյուղից եկած մերսոլական պատգամավոր էի, ցույց տալ ծափարեցի։ Իմ հետևից ամբողջ տարի ծափարեց ու ոտքի կանգնեց։ Այդ պահը հավատա որ կազմակերպված չէր։ Այդ պահին զգացի որ բաները կար կազմակերպված չեն։ Բայց մեկը կապված առաջին մարդուց։ Ես մեծ դες բան չեմ արել։ Ոչ էլ իմ բանը վերցրել։ Առաջին ծափարել եմ։ Իմ հետևից ամբողջ տարի ոտքիականը ծափարել եմ։ Առաջին մարդու շատ բան կախված։ Ինձ կարող է սպիտակ գալու։ Լազում բա։ Давай, что чайка? Ага. Я сам вот такой. Я сам вот такой. Писать. Четверть.
Երեխեքի համար էր մեծ մասամ գալին։ Այնքան որ երեխեքին 4-ին էլ առնում էր հետը, ծովինարս դեռ չէր ծնվել, իր ծոցը։ Մի օր էլ գնացի ինքը քնել էր, արդեն երեխեքին կամանց աղջիկներին հանեցի, բերեցի, տղաներին թողեցի, առավոտն էլ «Էս ինչ ես արել Սոֆի, քո արածն արած ա»։ Ասում «Խե Վազգեն ջան, ինչ եմ արել։ Ինչ ես երեխեքին ծոցիցս տարել։ Այ բալամ 4 երեխային ծոցիդ ոնց է իր քնելու ասում է։ Ոչինչ, ես լավ է ես գմինցի։ Այդ երեխեքը որ չէին փաթաթվում իրան, աշխարհով էր, աշխարհով։ Երևի մի 5-600 հատ նկար ունի, ուրիշի երեխաները գրկին։ Գրկում է, սիրում է, կռացած է, ինչ է, իր համար երեխա լիներ սիրելու։ Շատ երեխասեր էր, ափսոս ինքը իրենը չունեցա, որ գոնե մեկը հիմա այստան մենք էլ մնացել ենք այստեղ ինչի համար, որ իրա դուռը բաց մնա, իրա լույսը վառ մնա։ Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին եւ երեխաներին։ Այդ երկուսն են անպաշտպան։ Հորեղբայրս, հայրս, ինչու ես այդքան մեղ։ Ձեր լերներում ու այգիներում երաշխատանքի գլխին իշխան ու թագավոր, այս անպտուղ հերթերում ինչու եք այդքան խեղճանում։ Դուք եք ախր երկրի աղը։ Գույր ինքնամատուցմամբ ինչու եք ձեզ դնում ստերջ անասունների կճղակների տակ։ Ամենալավ եւ առաջինը բրդողից միասին գրում եք ուտել խմելու։ Մի վրայս։ Վերում են 1920 թվականյա։ Աշխարհի շենվեր գուտնիներ Գութանչլներ աշխարհն ինչ է Աշխարհի շենվեր գուտնիներ Գութանչլներ աշխարհն ինչ է Մեր թագավորի Զարմանալի տարբեր են մարդ, բայց չար թե բարի, նրանցից յուրաքանչյուրի մեջ մի բան կար, մի բան պիտի որ լիներ, որ մարդուն այսքան տարի մարդ ու աշխարհն էր աշխարհը պահել։ Չէ, մարդու եւ մարդու տարբերությունն առազման ժամանակներից մինչև այսօր այնքան էլ մեծ չէր։ Հաճիկ բարուտունք Ինքը մեծացավ տատիկ պապիկների շրջապատում եւ հորական եւ մորական բոլորի հետ կապված էր շատ կեսրարից հետ անընդհատ կնստեր զրույցի պապի հետ հարցեր կտար տատը տերտերի աղջիկ էր հորական տատը տերտերի աղջիկ էր եղել մի օր ասես տատի հայրմերն ասա չէր հիշում կիսուրս երևի կամ բան համել տարերը լավ չգիտեր քիչ ու մի չէր կարդում Տատ ոնց կլի, տերտերի աղջիկ ես, ոչ հայրմերը գիտես, ոչ էլ գրել կարդալ գիտես, այդպես կլնի։ Տատը վիրա, բալազ, մեր ժամանակը սենց էր, ինքը շատ սիրում էր կարդալ, իմ մոր հետ շատ էր կապված, որտեղ փոքր ժամանակից էլ մայրս էր պահում, որ գնում էի դասերի, հեռակայեմ սովորել դասերին, որ գնում էի մամաս ու քույրս էին պահում, բան, շատ կապված էր իրենց հետ, շատ հետաքրքիր ու մայրս դրանց այդ թուրքերի նկատմամբ շատ ուրեմն չարությամբ էր լցված, որովհետև իր հորական ընտանիքին այն ժամանակ երևի թե 15 թվի եղերնի ժամանակ, ինչ այդքան ես չեմ հիշում, այդ ժամանակ ամբողջ Գերդաստանին կոտորել էին ու պապս ինքը 11 տարեկան էր այդ ժամանակ եղել, տեսել էր թե ոնց են իր հորը, իր եղբորը արտի մեջ մորթեցին, ինքը թաքնված է եղել, իրեն չեն գտել։ Հետագայում ինքը այնքան է ուրեմն հետևել, դրանց ճանաչել է։ Երկուսինն էլ, այդ երկու խփողներին էլ ինքը 14 տարեկանում դանակահարել է, սպանել է ու փախել եկել հասել է մինչև Կոտի գյուղը։ Կոտկեղցի էր նոյեմբերյանին, հա։
ու մայրս այտենց դառներ լցված, դառնությամբ էր լցված դրանց նկատմամբ, ու այդպես ոնց որ Վազգենիս էլ անցավ այդ բանը։ Եվ այդ գրքերն էլ պատմական ինքը կարդաց ու այդ դրանց մասին իմացավ, կարդում էր ու փոքր էր 5-րդ դասան էր, ներվայնությունից լաց էր լինում։ Ինքը նամանաման դավաճանություններից բանից շատ էր նեղվում։ Ու այդպես ինքը այդ իր տատի պապիների պատմածով, մեր հարևաններով, բանով ինքը այդպես մեծացավ իր հողն ու ջուրը սիրող, իր ազգը սիրող, իր ժողովրդին սիրող, եւ շատ լավ էր, եւ բարի, եւ պարզ, եւ մարդկային, այդ ամեն ինչը վերցրեց հարազատներից, ընտանիքից, շրջապատից, մեր հարևաններից, այդքան ինքը խստապահանջ էր, խիստ էր եւ լավ էր, որ խստապահանջ էր, այլ կերպ բանակը չէր ստեղծվի, այլ կերպ հողը չէր պահվի։ Եվ պատասխանատու էր ինքը իր նկատմամբ, եւ աշխատասեր էր, եւ միաժամանակ վերին աշճանի բարի էր, բարի։ Նա ինչ որ իր հորեղբայրը արդեն 20 տարի մահացել էր, երբ որ խոսեինք իր մասին, ինքը անմիջապես աչքերը կլցվեր, այսպես գլուխը վերև կբարձրացներ։ Շատ փխուր էր։ Այդքան չորության հետ, խստության հետ ինքը շատ փխուր էր, շատ բարի էր, շատ կամեցող էր։ Մեզ գնահատելու են ոչ թե այսօր, այլ 5-10 տարի հետո։ Մոռացեք այսօրվա գնահատականները։ Դա սաղ սուտ բան է։ Գնահատեք միայն 5 տարվա 10 տարվա հետո գնահատականները։ Ես հիշում եմ դեպք, որ մենք 93 թվականին մեր հրաշալի սերյալի հետ, Ղարաբաղի պաշտպանության բանակի շտաբի պետի հետ տեղականներ գնում էինք Մոսկվա բանակցությունների, ու ես հանգարց սամալյոտի մեջ նկատեցի, որ սերյալի հաճիշորը մաշված ու ծակված է։ Սերյալի ոտը չկա, սերյալը պատպալկովնիկ է։ Առաջին պահ շատ վիրավորական էր։ Հետո հասանք այնտեղ տեսանք Ադրբեջան եկավ 40 գեներալով, մեդալներով ու կորցրած կես երկրով, ես հասկացա, որ մեր բանակը տես տիվն էր։ Մեր բանակի հաստանակած շտաբի պետական առանցի ոտի, մաշված շորով, համե սիրուն, խելոք, ինտիլիգենտ, ի տարբերություն թշնամու այդ գեներալ պալկովնիկների ողմատի։ Հեշտ վաստակվող հացը ախորժակ է կրկնում ու օգուտ չի տալիս։ Հոռացնում է, ինչպես ավել ջուրը խաղողի վազերին։ Լխտիկ կրծքերը բաց, սիրուն լրբի նման հերվից դարանակալ ժպտում, կանչում է, իսկ կրծքերը երկուսն են ու գայթակղվողները 1000 գլխապատար վազում են ու սկսվում է գզվրտոցը։ Ընդհանրապես սիրում էր մարդուն, մարդկանց սիրում էր, եւ ասում էր մարդիկ շատ ավելի լավն են, քան դուք կարծում եք։ Չէր ուզում վատը տեսնել, չարը տեսնել։ Արևը ճիշտ է, աշխարհում միակն է, բայց մայր արևից յուրաքանչյուրս իր բաժինն ունի։ Դա է պատճառը, որ ուրիշ տեղի արևը մեզ չի ջերմացնում։ Դրա մասին է, որ երդվում ասում ենք իմ արև, հորս արև, Անդրանիկի արև։ Հաց ու պանիր դնեինք 2 պարեր, ու երեխեք այդ շրջապատում մեծացան, բոլորն էլ լավ երգում են, Արամս էլ շատ լավ ձայն ունի, բայց դե հիմա բոլորիս երգն էլ կտրվել է, արդեն 13 տարի է, ոչ Արամ, ոչ Արմեն, ոչ ես, ոչ մեկը, նույնիսկ հորաքրոջս աղջիկը ինքը լավ է երգում, երաժշտականն ավարտել է, ոչ մեկի ձայնը այլևս դուրս չի գալը, երգելը գնաց կորավ, իր հետ ամեն ինչը տար, մեր տան երգը, պարը, ուրախությունը իրանով էր, ինքը գնաց ամեն ինչ իր հետ տարավ, մոռացել ենք արդեն։ Մի օր գիշերը ժամը 12-ն էր, այն տներն էինք դեռ, մտավ ներս, բայ Վազգեն ջան, մենակով, ես խեսես շամին եկե, խիրլի Վազգեն ջան, խերա Սուֆ ջան, ասմա հերոստացույց էի նայում, ասմա Արաքսի Գուրզատյանը քո երգերն էր երգում,
Չեմ որ Արաքսի Գուրզադյանի երկերները, ասում քո երկերներ երգում, ես էլ քեզ հիշեցի եկա, ասի գնամ տեսնեմ ոնց է մերս, շատ կապված էր հետս, շատ։ Մի լավ հովիվը հայ երկի մի երդվյալ դասատուն Մեղրու գյուղերում 10 հոդված արժե, Վազգեն Սարգսյան։ Ու թե այնուամենայնիվ գրելու ես, ուրիշներին թող տնտեսական վերլուծությունները, գրական հնարքները եւ ազդարարիր, հայրենակիցներ, Մեղրու դպրոցին անհրաժեշտ են հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչներ, Մեղրու շրջանի բոլոր գյուղերին օդի պես անհրաժեշտ են հայ խաշտարածներ, Մեղրու շրջանի լքված ու կիսալքված շեներին անհրաժեշտ են տեր ու տիրականներ, Մեղրու ժողովրդին ինչեր միայն անհրաժեշտ չեն, բայց մեղրեցին ու զվոր չէ, մի բան է խնդրում իր ժողովրդից ու կառավարությունից, սրտացավություն, սրտացավության պակասից են վախենում։ Կուզիմ չամարնի մեջքին Կուզիմ կենը կուզիմ վարգուզիմ Յամնի փողվատին Մենք որ հավաքում ենք փոքրիկ խնջույքներ ենք անում խմբագրությունում, զանազան բաներից ենք խոսում, պատմում եւ այլն։ Ես մի անգամ պատմեցի, թե ինչպես մեր երաժշտության դասատուն 1919 թվականին ու շեշտեցի ասացի հանրապետության օրոք, մեր առաջին հանրապետության օրոք, նախարարի հրամանով նախարար բառ էլ չկար, չէ, դեռ մենք ապրում ենք սովետական ժամանակներում, մինիստր էին ասում, բայց ես ասացի նախարարի հրամանով, լուսավորության նախարարի, այդ մարդը գործուղվել էր աշխատելու Կոշ գյուղում։ Ուրեմն առաջին հանրապետության օրոք նախարարի հրամանով, սրանք գուցե թե թվան հասարակ բառեր կամ միտք, բայց Վազգենի մտքում սա հնչել էր բոլորովին ուրիշ բան, չէ, անդրադարձ սրանով կարծեք թե մենք վերադառնում ենք մեր հին հպարտություններին, մեր ունեցած հպարտությանը, մեր հանրապետությանը, մեր նախարարական ցանցին, մեր ինքնուրույնությանը եւ այլն, այս բաները։ Ու նա շատ տպավորվել էր այդ ամենով։ Հետո ես պատմեցի այդ մարդու մասին եւ այլն, հետո ես մի որոշ ժամանակ բացակայեցի, որ վերադարձավ Վազգենն ասեց. Ղուկաս ջան, գիտես, այն քո ուսուցչի մասին, այն որ հանրապետության օրոք, որ հրամանով գնացել էր աշխատանքի, բան եմ գրել էլի, նյութ եմ գրել։ Բարի լուսով աստղերևա Աշտարակից ու ջան, երևեջուն ճանապարով, ցեխ ու անձրևի, արև արքայության, ձյուն ու բքի միջով փոքրամարմին մի մարդ է առաջանում, մանդոլինը թևի տակ ու գլուխը բարձր, երգի դասատու է։ 1918-19 թվերին Պետերբուրգից Թիֆլիսից Երևան երթուղով է եկել, իր կարեցածը հայ երեխային հայ երգ ուսուցանելն է, ուր գնամ ասել է, ու ջան ասել են, երթվել ու գնացել է։ Հեքիաթ չէ, ընկերոջս Ղուկաս Սիրունյանի դասատուն է, որտեղից ճանաչեք, իր անունով փողոց չկա, արցան չենք կանգնեցրել։ Պատմությունն իրենց պարզ ու հասարակ շարքային է անվանում, իրենց շարքային ցավը տանեն, շարքայինի կայքն է։ Աշխարհի շեն վրգուտնին էր ու թանչելներ աշխարհին ինչեր 89 թվականն էր, արդեն գիտեք, երերում էր աշխարհը, քլթում էր այդ ազգային կաթսան, Վազգենը մեր գյուղում Ուջանում, իմ հայրենական գյուղում դրել էին ֆիդայիների արձանը, այն բռունցքը, եթե հիշում եք այդ արձանը, ես արտասահմանից է եկել գործուղումից, Վազգենը մոտեցավ, թե գնանք Ուջան այդ արձանը տեսնեմ, էլի գովում են, ասում են լավ արձան է տպավորիչ, գնանք միասին
եթե ժամանակ ունես, ասի իհարկե Վազգեն ջան, գնանք։ Ու գնացինք։ Մի պար սովորական օր էր, գնացինք Բերտունը, մորս մածունը կերանք, հացը կերանք, հետո գնացինք այդ արձանը տեսանք, արձանի մոտ մի լուսանկարիչ կար, մեզ լուսանկարեց, մենք կանգնեցինք իրար կողքի, արձանի մոտ սպեցիկ ու նկարվեցինք։ Հետո ես գործ ունեի, քանի որ հասել էի գյուղ, տուն էի կառուցում, ասի Վազգեն ջան, մի հատ էլ դիպնենք քարհանք, այնտեղ հարց կա էլի, քարանքի տղերքին տեսնեմ, քարի բան հետ կապված։ Հետո կգնանք երբ, հա, շուտ խնդիր չէ, գնանք։ Ուրեմն գնացինք։ Շոկ օր էր, կեսօր էր։ Եվ տղաները նստում էին հացի։ Փոշոտ, այսպես գիտեք, քարհանքը, ավազների մեջ, այնտեղ չորացած առվակի մեջ դրել էին օղին, հանեցին շիշ ամբողջովին ցեխակոլհոլ, բերեցին իրենց այդ հողոտ ցեխոտ մատներով, բացեցին այդ օղին, բաժակները դրեցին եւ ասեմ ձեզ բոլորին չերիքեց բաժակները, ասենք 6 հոգ էին, բայց 2-3 բաժակ էր։ Մեկը պարզեցին Վազգենին, մեկը ինձ, հետո հացը բացեցին։ Կերանք մեծագույն սիրով, գիտեք, աշխատավոր մարդու արդար ձեռքի հաց, կերանք, օղին էլ խմեցինք, տաք օղի էր, գիտեք, այդ երրում էր արդեն օգոստոսյան արևի, այդ հունիսյան արևի տակ, ու գնացինք։ Հիմա անցել են տարիներ, գիտեք, շատ տարիներ, Վազգենը դարձել է Վազգեն Սարգսյան, դարձել է սպարապետ, արդեն ընտրություններ են կայացել եւ նա պիտի գնա վարչապետ արդեն, ուրեմն ինչքան բան է անցել գլխով, ինչքան բան է տեսել, չէ, եւ այլն։ Ուրեմն այսպես ես կանգնած եմ կանգառում եւ այդեպ ծառայում եմ Պաշտպանության նախարարությունում, ինքը դուրս եկավ ծառայությունից մեքենայով եւ տեսավ ինձ կանգնած, կանգնեցրեց, նստեցի։ Այսպես կարճ այդ ընթացքը աշտարակի Պրոշյան ավանից մինչև Շահումյան խոսեցինք մի քանի բաներից, հետո շուռ եկավ թե լսիր, հիշում ես որ գնացինք ու ջան այն քարհանքը, քարհանքի տղերքին տեսանք, ասում եմ հա իհարկե հիշում եմ, ո՞նց են այդ տղերքը, ասում եմ լավ են, կան, ապրում են, ինչ լավ ասեց, իմ կողմից կբարևես որ հանդիպես, եւ մեկ էլ ասեց այն արաղը ինչ համուն էր, ֆանտաստիկ համուն էր, բա հացը, գիտեք, սա մեծ նշանակալի մարդու բան էր էլի, ասած էր, սա սովորական բան չէր, եւ հետո մի դեպք էլ եմ հիշում էլի շատ տպավորիչ, այդ իր կայացման, իր ներքին կայացմանը վերաբերող, ուրեմն էլի այդպիսի մի խնջույքի ժամանակ մեր խմբագրության ներսում, որ հավաքվել էինք, խոսում էինք, երգում էինք եւ այլն, մեր Մերոժանը, Տեր-Գուլանյանը լավ ձայն ունի եւ լավ երգում էր, հնչեղ ձայնով երգում էր, այդ անգամ երգում էր Արազափին ծնված ընկեր, Գարեգին Նժդեի երգը, Նժդեի մասին երգը, Վազգեն այսպես հմայված, զմայլված լսում էր, երգը լցվում էր մեջը, որպես պատմություն, որպես հպարտություն, այնքան դա երևացող էր, գիտեք, շատ բան պետք չէր ունենալու համար, որ դա տեսնեինք, զգայինք, ուրեմն երգը, որ ավարտվեց, ասաց, Մերոժան խնդրում եմ մի հատ էլ երգի, դա Մերոժանը մի հատ էլ երգեց, նույն զմայլանքով հետևեց, երգը պրծավ, Մերոժան, շատ եմ խնդրում մի հատ էլ երգի, ավելի Վազգեն ինչքան կարելի է, էլի ուրիշ երգ երգենք, չէ, այս երգ երգի, տեսա որ Մերոժանը մի քիչ այնքան է շատ չի ուզում, երրորդ անգամ կրկնի, վերջո արտիստ չէ, էլի որ բիս են տալիս, ասեց լավ գոնե կրկներքը երգի, իհարկե Մերոժանը նորից երգեց, կրկներքով էլ երգեց եւ այլն։ Սարնակորեց, քեզ մոտ բանդեց, քեզ բաժանեց մեզանից, Սարնակորեց, քեզ մոտ բանդեց, քեզ բաժանեց մեզանից, բարով եկար, սիրով եկար, ույսու հավատ վերիզում ես, բարով եկար, սիրով եկար, ույսու հավատ վերի նշնես,
Վազգենին առաջարկեցի ջավախքի մասին գրել։ Ձմեռ էր։ Արմեն Դավթյանը ասի ես չեմ գա, գնացեք, կմնաք իմ հայրական տանը։ Երկուսով գնացին, գործում, գրեցին, գնացին ջավախք։ Եվ իմ հայրական տանը մնացին, հետ մի քանի օր։ Հետագայում, երբ որ Վազգենը այդեսեն գրեց, քարի մեջ արյուն գա։ Իդեպ ասեմ մայրիկիս խոսքերներ ինքը վերնագիր դրել։ Մի մեծ հատված գար մեր տան մասին եւ մայրիկիս։ Իսկ մայրիկի իմաստուն կին էր։ Իշխանուհի մայրս ես չեմ գա իշադակ։ Վազգենի շատ սիրում էր թանապես։ Եվ լույս տեսավ այդ տեսեն եւ մեծ աղմուկ առաջացել այդ ժամանակին։ Այդ թվում այդ աղմուկը հասավ Վրաստան, թարգմանվեց վրացերենով, տպվեց ռուսերենով, վրացական իշխանությունները վերաբերմունք ցուցաբերեցին, բնականաբար բացասական վերաբերմունք հասկանալի բան է, որովհետև ըստ էության Վազգենը ջավախքը ներկայացրել է որպես հայ հայրենիք։ Ոչ մի հակավրացական ոչինչ չէր գրել, բայց զգուշացրել էր, որ քարի հետ խաղ մի արեք, այդ շրջանում ջավախքի հետ անհանգստություններ կային, այո, որովհետև քարի մեջ արյուն կա, այդ հիմքը դրա վրա էր կառուցված։ Կրունկները այս հողի վրա չեն իջնում, հողը սառն է։ Այստեղի ձմեռը, Երևանի ձմռանը կառնի մեջը, կխափի, կֆռռացնի, կխփի կոնքին ու կդնի ծնկներին։ Հա, թռի թռցնեմ։ Այստեղի անձրևն էլ ворց է։ Արև արքայության մեջ մեկ էլ հանկարծ կշրխկա ու ոսկորներդ կսրծրթան։ Զարմանալի պինդ ու համբերատար տղամարդկանց ցեղ էր լինելու, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով այս հողը սանձահարել։ Ամեն անգամ Վազգենը, որ հետո առիթ էր լինում խոսելու ջավախքի կամ մայրիկիս մասին, ասում էր, երբ որ ես ձեր տանն էի, հայրդ ու մայրդ ամենագեղեցիկ բազգաթոռն էին ինձ տալիս, եղբայրս քանդակազարդ բազգաթոռ էր սարքել մի հատ, ինձ ասում էին, որ Վազգեն ջան ստեղ նստի դու, սա թագավորի թախտ է, մայրիկիս խոսքն էր, թագավորի թախտ է, դու նստի դու թագավոր մարդ ես։ Ու այդ աթորը միջև մայր կա, այդ բազգաթոռ հայրական տանը մեր, որտեղ, այսպես ասած, Վազգենի համար հատուկ բան էին արել մերոնք այսպես։ Հետո ասում է, ասեցի նորմալ քնեցիք, դեր չէ, ասեց անգողինները այնքան փափուկ էին, որ մտնում կորում է իր մեջը։ Այդպիսի բան վաղուց չէի տեսել։ Մեր տան անգողիններն իսկապես այդպիսին էին, այո։ Բամբուլով, բանով, փափուկ, հա։ Ու ասում է, բանը հասավ այնտեղ, որ երբ որ պիտի բաժանվեինք, ուզում էինք մի քանի օր մնայինք, ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, եւ մարդկանց հետ շփում է, եւ մեր տան հետ շփում է, եւ ջավախքը Վազգենի աչքով տեսնելու, իր աչքով տեսնելու կարոտը, հա, այսպես ոնց ասեմ, ինքը զարմանալիորեն մի անգամ եղավ ջավախքում, առաջին անգամ էր այդ ժամանակ, եւ զարմանալիորեն ճիշտ հասկացավ, թե ինչ է նշանակում ջավախք։ Ջավախցուն հասկացավ, որցակալի պես ժողովուրդ է սա։ Ես իրեն բառերն եմ ասում։ Այն ոգին, որ Վազգենի մեջ տրված էր, բոլորովին պատահական չէր, որ ինքը առաջնորդ դառավ։ Ինքը այդպես ծնվել էր։ Ճանապարհին արոտից կովեր էին գալիս, եւ կովը քայլում էր այսպես շատ ծանր դժվարությամբ, ոտքերը ճողալով։ Հարցրի նախրապանին, թե ինչից է, ասաց կուրծքը լցված է, կաթ շատ կա, չի կարողանում պահել, դժվարությամբ գնում է։ Կովը պատասխանատվություն ունի, որ կաթը հարկավոր է պահել, ինքն այդ կաթը ստեղծել է, պահելու է եւ թափելու իրավունք չունի։ Կովը պատասխանատվություն ուներ կաթը չթափելու,
այդ բարիքը չթափելու, բնությունից, երկրից կուտակած այդ բարիքը չթափելու։ Ես ուսանող եմ ամենայն դեպս ինքը չգիտեմ, այդ ժամանակից էինք իրար մի քանի անգամ հանդիպել էինք, հետո պատերազմի ժամանակ որ հանդիպեցինք, արդեն տեն ջերմ ինչ-որ դեհին հիշողություններ, բան եւ այլն։ Համարյա պատերազմը վերջացել էր, հետո երբ որ դաշնակցությունը փակեցին, ես կարճ պատմեմ էլի, մի անգամ ինքը արդեն այդ ժամանակ պետնախարար էր, թե չեմ սխալվում, եկավ բան, Սիսյան էր եկել, ես այդ ժամանակ գնդի հրամանատարի տեղակալ էի, բայց դեռ չէին հաստատել, այսինքն գունդը նոր էր ստեղծվում եւ այլն, ես տեխնացուն էին, արդեն աշխատում էինք 6-7 ամիս էր, քանի ամիս էր, դու գնացինք հաց ուտելու, հետո մի կամ երկու բաժակ խմեցինք, հետո սկսեցինք երգել, ու հետո այդ երգը փոխվեց դաշնակ դրո երգելու, մենք իրար կողք ենք նստած, հրամանատարը մեր, ափսոս հրամանատարը չկա, ինքը պատմեր ավելի երևի ճիշտ կլներ, իրար ուսի դերներս գցած, ելիր դաշնակ դրո բան եւ այլն, վերջ ինքը գնաց, չեմ, Ղարաբաղ էր գնում, Ղափան էր գնում, ուր էր գնում, չեմ ան, մի 3 օր հետո մեկ էլ հրամանատարը կանչում է, ասում Վազգենը զանգեց, ասում հա հետո, ասեց այդ Ավագյան Աշոտին հանի, թե չէ բանակը ու ընդ բառ էլի, հա, թե չէ բանակը փչացնելու է, հա, ասի դե լավ որ ես եմ փչացնողը գնացի, էտա, տենց ուրիշ բան չկա, իհարկե հետո հանդիպել ենք, հետո հումորիա վերածվել է, արդեն 98-ին, որ հանդիպեցինք, ասեց հետարի, ասեցի չէ ես արդեն պատրաստում առաջի ցուցահանդեսից, ասեց Երանի քեզ, ասի քեզ շնորհակալ եմ, չէ, նեղացած ես ինձանից, ասի հակառակ այնքան լավ է, արդեն մեր գործը ասեց Երանի քեզ, ինչքան կուզեի, որ ես էլ նստեի գրեի։ Շատ նրբանկատ էր, շատ։ Մարտի 8-ը չէր սիրում։ Կլարած այդ կինով է, որ մենք պետք է նրա տոնը տոնենք։ Մեր տոնը ապրիլի 7-ն է, մեր մայրության եւ գեղեցկության տոնը։ Կարողանում էր հնարավոր էր լինում անպայման գալիս էր, եթե չէր կարողանում անպայման նա ծաղիկներն ուղարկում էր, ոչ թե այսպես ծաղիկներ, բռավյոներ, գարնանային, մանուշակներ, ծնծաղիկներ, բան։ Այն թաղում էինք դեր ապրում, մի օր ինքը ապրիլի 7-ին եկավ, հենց թաղը մտնելու, հենց այդ փողոցի գլխից տեսել էր մեր հարևանի հարսներից, աղջիկներից կանգնած են, իջել էր, բարևել էր հետները, շնորհավորել էր ապրիլի 7-ը եւ իր բերած այդ ծնծաղիկներից ու մանուշակներից այդպես մինչեւ հասնի մեր տունը նվիրել էր։ Երիտասարդ տարիքում կոմերիտական ջոկատ տարավ, ուր գնացին, չեմ հիշում, հետո ինքը գնաց Յուրմալա ինքը, մի քանի օր մնացել էր, հետո հետ գալուց եկավ տուն, ուրեմն այնտեղ այդ ժամանակ մենք գաղափար չունեինք այդ Իկեբանանի ծաղիկներից, որ սիրուն սարքում էին ձևերով, բանով չորացրած, ինքը դրանից առել էր ցելոֆոնի տոպրակի մեջ շարե, ծնկերին դրած, այգնի գիտես, ծնկերից դրած են բերել, որ չմշրվի, չտրորվի, որ հանգարց ուզում ես շարժես, կմշրվի, զգուշ մնա, ես ծնկերից դրած եմ բերել։ Այնտեղից ինձի նրանց ուրեմն իրանց ազգային փապուշներ ունեին, մի հատ ինձ էր բերել, մի հատ մեր հարևանի երեխուն, որ այսքան էր, նրանը մնում է դեռ այդ փոքրերը, հա, բերել էր ընդեղից նվեր, շատ ուշադիր էր այդ հարցնում, դեռ իր բերածը ես պահել եմ այնտեղ մի քանի ծաղիկ, դեռ մնում է այդ ծաղիկներից, երևի դա 70 քանի թիվն էր, 6-7 այդ թվերին բերել է, հենց այդպես որպես սիրուն, որպես հույժ պահել էի, հա։ Նրբանկատ էր շատ, այդպիսի բաները շուտ ինքը նկատում էր, զգում էր։ Ֆրանսիա էր գնացել հետագայում, ուրեմն ինձ մի հատ գեղեցիկ սիրուն շարֆ էր բերել, արդեն մեծ հարսս կար, իրեն մի փոքրիկ բանով այսպես ուրեմն զարդատուփ էր բերել փոքր քար էր, ես չգիտեմ ինչ քար էր, գեղեցիկ սեստուփ էր, ու փոքրիկ այսպես փոքր մի հատ օծանելիք, հարսս հազվագյուտ էր օգտագործում, շողիկս ասում էր մամա քիչ եմ օգտագործում, ուզում ասեմ, որ ուշադիր էր, ինքը զգում էր, որ ինչ գնացել ես, ինչ-որ մի բան տանը հարս կա,
պիտի բերես կամ մորդ պիտի բերես։ Քանի ամուսնական առաջարկ եք մերժել։ Ոչ մի։ Կնոջ իդեալում եք։ Ոչ։ Հենց ձևավորվի կամուսնանամ։ Իսկ եթե լուրջ, երբ կամուսնանա Վազգեն Սարգսյանը։ Կարմիր թանակով գրել եմ։ Եթե կարմիր թանակով ինչ-որ բան եմ գրում գրքիս մեջ, դա իրականացվող խնդիր է։ Բայց այս մասին մի ասեք, բա որ հանկարծ չանեմ։ Դե գարուն գիտեք, ամեն մի համարը հուլիսինը տպվում էր օգոստոսին, մայիսինը տպվում էր հուլիսին, ուրեմն հուլիսի համարն է, ինչ որ օգոստոսի թե սեպտեմբերի սկիզբն է նստած քննարկում ենք, համարը տպվում էր, հավաքվում էինք, այսպես կոչված պիսի մինուտկան է եւ գնում է քննարկում, օգոստոս ամիսն էր կարծել, եւ այս համարն է, որը սկսվում էր Վազգեն Սարգսյանի հայի վերջին խելքը։ Եվ այստեղ սկիզբ դրվեց մի ավանդույթի, որը ինքը շատ հետևողականորեն շարունակում էր մեր ավելի ու ավելի հազվադեպ դարձող հանդիպումներին։ Ուրեմն ինչ արեց, գրեց, թե Կարինե Խոդիկյանին տեսնեք Գարունի միջանցքներում, կախմանկետ, Վազգեն ու թիվը։ Մինչև ինձ հասավ ու ուղարկեց այն կողմից, Արայիկ Թադևոսյանը, երկուսն էլ երջանկահի շատակ արդեն, տակ ավելացեց, սա Վազգենի ուղեղն է, ու սկսեցինք մի հրհրոց, իսկ Մերուժանը նստել է գլխավերևում, լուրջ ուզում է խորհրդակցություն անցկացնել, իսկ մենք արդեն, ինչպես ասում է, ու այդտեղ նորից սկսեցիք ձեներդ կտրեք, բայց ինչ այս մենք այս ծիծաղում ենք, եւ ահա սրանից հետո Վազգենը որտեղ հանդիպում էր, ինչ հնարավորություն լինում էր, թղթի կտոր լիներ, թե նույնիսկ այս գործը ամեն անգամ գրում էր, որտեղ հանդիպեր, թե Կարինե Խոդիկյանին հանդիպեք օպերայի մոտերքում, չգիտեմ, այդ Պրոշյան փողոցում, ասենք ես բարձրանում եմ, ինքը մեքենայով իջնում էր։ Եվ ամեն անգամ այդ հոգատար շեշտով խոսքը։ Ու մի բան էլ պատմեմ, ուրեմն աշուն էր, էլի 89-ի աշունը, սեպտեմբեր, հոկտեմբեր, համենայն դեպս քրիզանտեմները նոր էին դուրս եկել, որովհետև դեռ այդ ժամանակ այն հազվագյուտ, որ թանկ ժամանակն է, աշխատանքի ավարտին դուրս եմ գալիս, միջանցքով գնում եմ դեպի դուռը, մեկ էլ խմբագրի սենյակից ինքը դուրս եկավ, գործով էր եկել, այսինքն մենք նույնիսկ տեղյակ չէինք, որ ինքը գարնում է, ուր ես գնում, ասի դե դեպի տուն կանգար, բա ես էլ գնում եմ ՀՇ, այժմյան Սիրիայի դեսպանատուններ, եթե հիշում եք, բա մի քիչ քայլենք, լավ, ու ընթացքում հարցնում է, անուն ոնց է, Մարոն ինչ է անում, ինչ եք տպում, ինչ եք անում, որովհետև այդ ժամանակ արդեն հազվադեպ էր ինքը գալիս, մոտեցանք Խաչմերուկին, Խաչմերուկից քիչ այս կողմ մի կին հսկայական դույլով, որում քրիզանտեմներ է, սպիտակ, գեղեցիկ, բարձր ցողունով քրիզանտեմներ են։ Ինքը հերվից արդեն հասկացա, որ հասկանում ես, ուզում է ծաղիկ գնել, մոտեցավ, ասեց ինչ արժի, այս կինը շատ այնպես մի տոնով 30 կոպեկ, իսկապես թանկ էր մի ծաղկի համար, այն օրերի համար, ուրեմն Վազգենը ձեռքը տարավ գրպանը, սկսեց ինչ-որ բան որոնել ու հանեց մի հատ ճմրթված ռուբլյանոց, տվեց, ասեց ծաղիկ, այս կինը շատ մի քիչ անտակտ, ասեց 3 հատ, ասեց 3 հատ, ու երբ որ այդ կինը ծաղիկների հետ 10 կոպեկանոց, որ շատ միմինոյի նման, այդ քեզ պահի, բայց այդ պահին մի տեսակ բան ստացվեց, ինքը զգացի, որ նեղը զգաց, ինքը կուզենար երևի այդ, չգիտեմ, ի վերջո ինքը Վազգենի ճանաչողները կհասկանան նրա շռայլ հոգին, նրա առատաձեռնությունը, բայց ես այդ իրենք շատ լավն էին, բայց քանի որ երկար ցողուն ընդամենը մի տեսակ անհեթեթ տեսք ունեին ու նույնիսկ ես այսպես պահել էի, բայց ինքը ասեց մի քիչ ենքում տարել է, շատ անհեթեթ է։ Անցան տարիներ, 98 երևի թիվներ, 98 թվականներ, հերթական անգամ ազգային ժողովում ես գնացել էի լուսաբանելու աշխատանքը, ինքը եկավ, տեսավ, շատ արագ բարևեցինք, մի քիչ խոսեցինք, ինքը գնաց նստեց, ինչ որ այնտեղ հարց կար, հարցի քննարկումը եղավ ու ինքը դուրս եկավ։ Ավարտվեց նիստը, ընդմիջումը ավարտեց, ես դուրս եմ գալիս, մեկ էլ տեսնում եմ
կանգնած է Մոսոն։ Այսինքն բոլորը ով գիտե ով էր Մոսոն։ Նրա ամենահավատարիմ եւ համհարզը եւ ընկերը եւ համախոհը եւ միշտ կողքին գտնվող իր ընկերը։ Ձերքին սպիտակ չքնաղ վարդեր։ Մոտենում է ինձ, ասում է «Էս քեզ»։ Ասում սա ինչ է։ Ասում է ես բան չհասկացա, պարզապես բանը, չէ, ասես ես բան չհասկացա, Վազգենն ասաց չգիտեմ, այն իր քրիզանտեմը ինչ է։ Մի խոսքով ասած ինքը կհասկանա։ Գիտեք ինչն է հետաքրքիրը, որ այդ ամենի մեջ այդ պատերազմ անցած, արդեն պետականության ամենավերին աստիճաններին կանգնած մարդը չի մոռանում ոչ այն ճմրթված ռուբլեանոցը, ոչ այն 3 քրիզանտեմը, եւ հիմա երբ կարող այդպիսի շքեղ վարդեր նվիրել, հիշում է այդ եւ խոստովանեմ, եւ այդ 3 քրիզանտեմը եւ այդ հսկայական գեղեցիկ վարդերի փունջը իրար չէին զիջում, ոչ իրենց գեղեցկությամբ, ոչ արժեքով։ Ես իրան ծանոթացել եմ 80 թվականին, երբ որ առաջին անգամ եկավ Գարուն ամսագրի խմբագրությունում, նոր ցնակարծակագիր էր այն ժամանակ ու լիպո պատմվածքով եկավ խմբագրություն, միջանցքներով որ գալիս է, շվարած աջ ձախ նայում էր, թե որ դուռը պետք է բացի, որ իրեն ընդունեն։ Ես ընդառաջ գնացի, շատ պատահական դուրս եկա միջանցք ու ասեցի ում եք ուզում դուք։ Ասեց գրականության բաժին եմ ուզում, ես իրեն ուղեկցեցի գրականության բաժին։ Ու այդտեղից սկսվեց հաճախակի այցելությունները Գարուն, ինքը դարձավ գարունական եւ պարբերաբար արձակ գործեր էր բերում, խմբագրություն այն ժամանակ Անժելիկ Հակոբյանն էր գլխավոր խմբագիրը։ Մի օր եկավ ամբողջ մնի մեջ կորած էր ինքը, ասեցի մտավ սենյակ, ասեցի ինչ ա եղել Վազգեն, շատ մոտիկ էինք, շատ մտերիմ էինք, շատ կենսախինդ, ուրախ, զրնգուն ձայնով։ Ասեց համալիրն էր վառվում, ես այնտեղ էի ու գնացել էր օգնության։ Հետո Անժիկը լսեց ձայնը Հակոբյան, մեր խմբագիրը, ասեց այդ ինչ ա պատահել, ասեցի Վազգենն ա եկել Սարգսյան, համալիրից ա գալիս, վառվել էր համալիրը, մտավ սենյակ, ասեց կանչի, տեսնեմ ինչ ա եղել։ Մի անգամ մեծ շան հետ եկավ ու Գարունի նյութերի հետ կապված մեծ տրցակ բերանին դրեց Վազգենը ու ասեց մտի Մերուժանի մոտ։ Ասեցի «Սուրից շանը բերել»։ Վազգեն ասեցի «Ես ինչ մեծ շուն ա», ես էլ սկսեցի վախենալ էլի։ Ասի «Լսի, հիմա այս շանը որ մտցնես ներս, Մերուժի շաքարը կբարձրանա, ես ոնց թույլ տամ»։ Ասեց «Չէ, բան չի լինի» ու ծիծաղեց։ Տենց շանը մտցրեցինք ներս, հետո 2 րոպե հետո Մերուժան այդ բանով ներքին հեռախոսով ասեց 2 սուրճ բեր Մարոջան, մեկը տառը, ինչպես ինքն է ասում։ Պես Վազգենն ասենք այս շանը որտեղից էի գտել բերել։ Մեր ընկերության անշուշտ ինքը իմ կրտսեր ընկերներ, որովհետև ես նրա առաջին գործերը ընթերցում էի, արդեն դեռ Գարուն ամսագրից չէր ընդունվել աշխատանքի Վազգենը, մեր բաժնում, ես արձակի բաժնի վարիչն էի եւ Վազգենը սկզբից ընդունվեց այնտեղ որպես գրական աշխատող եւ իր ամեն ինչը ես կարդում էի, ամեն ստեղծագործությունը ինչ գրում էր անմիջապես ցույց էր տալիս եւ կարդում էինք։ Շատ մտերիմ էինք, գնում էինք Դավալու Արարատ գյուղ էինք գնում շատ հաճախ այդ գինիներով, տնական գինիներով, բանով։ Իդեպ ես այնտեղ առաջին անգամ որ եղանք, ես շշմել էի, թե Գրետա Մայրիկը ինչ հրաշալի ձայն ուներ եւ ինչ գեղեցիկ էր երգում։ Շատ գեղեցիկ էր երգում։ Եվ ինչ ճաշակով երգեր, ինչ գեղեցիկ երգեր։ Oh
Դե նոր տարուն դեկտեմբերի 31-ին ժամը 9:30-ի կողմերը ես մտա տուն եւ ինձ անվտանգությունից, բանից, քննիչներով արդեն տունը խոզարկություն էր գնում եւ ինձ տարան անվտանգություն դուրս եմ եկել արդեն հաջորդ նոր տարին, եւ մենք էլ մեր տանը ես եմ, երեխաներս են, կինս, 3 երեխաներս, այդպես պատրաստվում ենք նոր տարի ոնց պետք է անեն։ Հայերը նոր տարի ոնց են անում, պիտի պատրաստվենք եւ հենց ժամի 10-ի կողմերը մեր դուռը զանգարեցի։ Դրան զանգը սկսեց հնչել, գնացի դուռը բացեցի, տեսնեմ 2 զինվորական, բայց այդ բաները չէր, 2 զինվորական կանգնած են դռան մոտ։ Կինս էլ մի քիչ հետևից այդ խոհանոցի կողմից տեսավ այդ 2 զինվորականներին եւ ասավ, հենց ինձ ակամայից ասավ, ես ինչ է, ես նոր տարին, ամեն նոր տարին քեզ պետք է ձերբակալեն։ Եվ այդ դրանք բարևեցին, ասեցի դուք երևի սխալվել եք, ման չէ, ասավ Ռոլան Շարոյանի բնակարանն, ասեցի, այո։ Մեկ է կռացան, արդեն ես չէի տեսել բաներ, ամեն մեկ է մի արկը տենց վերցին եւ 2 տոբրակ ձեռքները ու բա մտան ներս, ասում եմ ի՞նչ է սա, ի՞նչ է, բան, ասում եմ բա գիտեք ինչ ասում եմ, սա ձեզ պարոն նախարարն է ուղարկել։ Ասում եմ ո՞ր նախարարը։ Նախարարն էր բան, ասավ Վազգեն Սարգսյանը, պարոն Սարգսյանն է ուղարկել ձեզ, ձեր նոր տարին շնորհավորում են եւ ու ասեց էլ որ իր հետ էր նաեւ բանը Վանոց Սիրադեղյան, պարոն Սիրադեղյան։ Վազգեն Սարգսյան, դե լավ նոր տարի էր էլի արկղների մեջ երշկեղեն էր, լավ կոնֆետեր են, շոկոլադներ են, խմիչքներ, կոնյակ, աբսոլյուտ օղի կոնյակ, գինի, լավ էր էլի։ Հանրապես մարդ Արարածի այդ իր շփումը, Վազգենի շփումը շատ մաքուր էր, շատ անկեղծ էր։ Հողերը բաժանեցին, Վազգենս այստեղ վերցրեց։ Այդքան էլ հաջող չեն այս հողերը, բայց ինք ասեց դավալուն էս վերցրեց։ Վերևն էին իրեն տվել, այնտեղի հողերը շատ ավելի լավն էին։ Հա, չէ, ես եմ ուզում, վերցրեց։ Տղաներով, ընկերներով եկան, այդ տարին էլ հենց հիմքը իրենք փորեցին ընկերներով իր աղբերներով, երևի թե 1.5 մետրի չափել շարեցին, բիտոնարին շարեցին եւ այլը ձմեռն եկավ, ասին լավ կմնա գարունը կսկսենք։ Գարունը եկավ 88-ի, Սունգայիթն էլ հետը եկավ, ամեն ինչ այդպես ձեր չտվեց։ Այդպես էլ հիմքը այդպես մնաց, էլ անձրև, ջուն, հող, բան լցվեց մեջը։ Անցավ 10 տարի համարյա, 9 տարի, 96 թվին նոր հայրն ասեց, որ պիտի տունը պատրաստվի, հարևաններն արդեն պատրաստել են, ապրում են, մեզ էլ մեր հին տունը նեղված է, այ բալաջան, չի, անհարմար է, պատերազմ է գնում, երկրի ես վիճակի հետ, անհարմար է, անբարոյականություն է տուն սարքելը, այ բալան, բոլորը պատրաստել են, ասում եմ, հա, հերն ասավ, դե քեզ պետք չի, մեզ պետք կն, արդեն նեղված է, թորները կան, Արամն ամուսնացել է, բան, հյուր է գալիս չի լինում, պիտի պատրաստենք, Արամը սկպավ գործին, Արմենս տենց շենքը պատրաստեցին, կանգնեցրին արդեն 97 թվի դեկտեմբերը 31-ը պիտի անցնենք 98 թիվը, այստեղ արդեն սեղանը սարքել էինք մեծ, 3-4 թուր մերոնք չարչարվեցին ամեն ինչը հասցրեցին, բան, ժապավեն կապեցին, կապսես որ չենք նկարել։ 97-ի դեպի 98-ը եկանք այստեղ ինքը կտրեց ժապավենը մտանք տունը։ Սկզբում այդքան չէր հարմարվում այս տանը, նախ քիչ էր գալի։ Այս շենքում քնել են ընդամենը 5 գիշեր, հա, չի ապրել, բայց հետո կապվեց, որ այդ կողմերը գնալ գալուց անընդհատ մտավ տղաների հետ, ընկերների հետ, գեներալների բաների հետ, մտան կամաց, Արամին ասում էր, Արամ, այդ հարցա, ով է գնալու են տունը, ես թե դու, Արամս ասեց, թե խնդիր չկա Վազգեն ջան, որն ուզում ես դու այնտեղ մնա, հա, բայց հետո ինքը կապվեց այս տան հետ, մեկ այդպես գալիս էր երեխաներ հետ, 98-ին եկավ մտավ Գարնան կողմերն էր, բանվորները աշխատում էին, այդ բասեինի վրա էին աշխատում, մի խումբը այս մասերն էր
կոկում, մանանում, հարթեցնում, ինչ անում, մի խումբը այդ սալահատակներ շարում, մի խոսքով տարբեր խմբեր աշխատում էին։ Մտավ նայեց, ասես գնաց եկավ, չորա, Սոֆի չորա, ես ինչ ավ, կանաչ չկա, բան չկա, ցավը տանեմ, թող շինարարությունը վերջանա, ասեցի, այդ չորը չի լինի։ Հիմա էլ նայում եմ, պտտվում եմ, չոր չի, կանաչ չէ, գեղեցիկ է, բա ինքը չկա, որ տեսնի, որ չոր չի։ Ամեն մարդ աշխարհն իր սրտի չափ գիտի։ Ինչ ուզում եք ասեք, բայց բաց շունչ ապրելը, կոպեկի վրա չդողալը, ցանկալի հյուրի առջև գառ մորթելը լավ բան է։ Այս երկիրը կարգին ուժեղ ու մեծ երկիր է, բայց ինքն իր ուժը չգիտի, ինքն իրեն չի ճանաչում, չի հավատում։ Ես ասում եմ, ցավը տանել մեր ժողովրդի, ծով համբերություն ունի, ապրող ու ապրեցնող ժողովուրդը, արժանի լինենք իրեն։ Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար, եւ իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգիստ եղեք։ Շուգեդեդ ապոսա։ Մարդ Աստծո, տեսնես քեզնից ամուր էլ բան կա աշխարհում, թե ինձ դու ես ամենաամուրը, տեսնես սահման ունի ոգուտ մեծությունը, ճիշտ է, որ ոգին մարդուն մարդու այս աշխարհը է պահում, ճիշտ է, որ մեռնողների ոգին իրենց հետ չի մեռնում, ապրում է ապրողների մեջ։